Գևորգ Սրբազան, նախ երեք հայտնի դարձավ, որ դուք դատական հայց եք ներկայացրել կաթողիկոսի դեմ, ձեզ թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու հետ կապված, եւ մի քանի ժամվա ընթացքում այսպես հայցի ապահովման միջանկյալ որոշում կայացվեց եւ դուք վերականգնվեցիք այս պաշտոնում։ Հիմա դուք եք էլի թեմի առաջնորդը։ Դե ըստ դատարանի վճռի թեմի առաջնորդը ես եմ։ Հիմա դուք ձեր լիազորությունները թեմի առաջնորդի շրջանակներում լիարժեք ամբողջ թեմի տարածքում իրացնում եք, թե կան ինչ-որ խանգարող հանգամանքներ։ Դե հասկանում եք, կամայական որոշման արդյունքում նշանակվեց Ռուբեն Վարդապետ Զարգարյանը, զարմանում եմ, որ նա համաձայնվեց այո, այս իրավիճակում մտնել նման խաղի մեջ եւ բնականաբար կանչում են հոգեվորականներին, աշխատանքներ էին տարել արդեն իմ մեջքի հետևից, քահանաների հետ, որոշ այսպես անձերի միջոցով, նորից թեմում ծառայող քահանաների մասն է խոսքը, աշխատանքներ էին տարել, որը լրիվ հակականոնական է, որովհետեւ կաթողիկոսը իրավունք չունի որևէ թեմական կյանքին միջամտելու առանց առաջնորդի գիտության։ Իսկ առաջնորդը գիտեք, որ բարեկարգման օրակարգին է միացած եւ կանոնական դաշտում շատ ծանրակշիռ հարցեր են ներկայացված կաթողիկոսին։ Մեր գործողությունները լրիվ կանոնական դաշտում են եղել այս իմաստով։ Այո, քանի որ այսպիսի աշխատանք էին տարել հակականոնական, մարդկանց վախ են ներշնչել, ասել են, դե գիտեք ինչ, իշխանությունը վեհափարի ձեռքին է, եւ եթե չընդհարկվեք, ձեզ կարգալույս կանի։ Տեսեք, կարգալուծության այս միջոցը որպես ճնշում օգտագործել է բոլորի վրա, ասել են ինքն է իշխանությունը, գահի վրա ինքն է, ինչպես որոշեց, այդպես էլ կլինի։ Ասեմ ձեզ, որ մարդիկ հոգևոր դասը գաղափարապես մեծամասամբ ճնշող մեծամասնությամբ ես կասեի, հակված է բարեկարգման օրակարգին, որովհետև շատերն են մեր հետ կապի մեջ, այդ թվում նաև եպիսկոպոսները, սակայն այդ վախը, որով ղեկավարվում են մեր եղբայրները, թույլ չի տալիս նրանց ձայն բարձրացնելու, վախը կարգալույծ լինելու, այս վախով են իրենք առաջնորդվում մայրաթորի վերնախավը այսօրվա, որը հայ եկեղեցի է ներկայացնում, այս միջոցներն են բռնության, վախի միջոցներն են օգտագործում եւ քահանաներին գրավում են իրենց կողմը։ Այդ թվում նաեւ կաշառքի գայթակղության խոստումներով, գիտեք ինչ ձեզ կնշանակենք, չգիտեմ, այս թեմ, այնտեղ քահանաները լավ աշխատավարձ են ստանում, ես փաստեր ունեմ, օդից չեմ խոսում։ Ովքեր են կաշառք բաժանողները եւ վերցնողները։ Առաջարկողը։ Հենց կաթողիկոսը ասում է, գիտեք, այս ինչ թեմում մարդիկ շատ լավ աշխատավարձ են ստանում, գալիս են այստեղ, տներ են գնում, տեսեք ինչով են գայթակղում։ Այս խոսակցությունը եղել է այս վերջի զարգացումների արդյունքում։ Քահանաներ են էլի իրենց ղեկավարին շրջանցելով էլի քահանաներ են հրավիրել զրույցի, այսպես կոչված զրույցի, այդ զրույցի ընթացքում փորձում են տրամադրություն ստեղծել այդ ղեկավարի առաջնորդի նկատմամբ, որ այսինչ հարցում թերանում է, այդտեղ բնականաբար այդ եթե չգիտեմ 5-ն են, 5-ի մեջ կգտնեն մեկին, որ հանձն կառնի այդ այսպես կոչված սուրբ պարտականությունը տրամադրություն ստեղծել։ Բայց հակառակն էլ կա, ասում են այն քահանաները, որոնք միանում են այսպես կոչված Նիկոլ Փաշինյանի սկսած այդ բարենորոգման ծրագրին 5 միլիոն դրամ խնդրեմ, ես շատ ուրախ կլինեմ, որ դուք հետապնդեք այդ տեղեկությունը։ Սա համացանցում գրված տեղեկություն է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դուք իբրև լրագրող հետաքննություն սկսեք ասվածի առնչությամբ եւ ճշտեք, արդյոք կա այդպիսի բան, թե ոչ։
Ուրեմն ես ամենայն վստահությամբ կարող եմ պնդել, որ դա հեյջուրանք է ու ամենահետաքրքիրը, որ իրենց արբանյակների կողմից տարածված։ Սրանք մարդիկ են, որոնք հեշտությամբ կարող են ուրանալ այդ ումը որ դուք նկատի ունեք, ում կողմից որ տարածվել է, նա հեշտությամբ ամեն սրբություն ուրացող է։ Եվ օրը գալու է, իր իրական դեմքը պարզվելու է, ես վստահ եմ, կասկած չունեմ։ Ուղղակի խայտարակ է լինելու աշխարհով մեկ այդ այսպես կոչված նախանձախնդիր պաշտպանները կտեսնեք ես կասկած չունեմ որ շատ մոտ ապագայում այդ պաշտպանների կամ այդ հեջուրանքներ տարածողների դիմակները պատրվելու են եւ օրենքի առաջ են պատասխան տալու իմ խնդրանքը որ այդ տեսակ հայտարարությունների հետևից գնաք ու ճշտեք կա այդպիսի բան արդյոք թե չէ թող այդ մարդը ով որ հայտարարում է որ կաշառվում են թող ապացույցներ ներկայացնի լավ, այստեղ լրիվ գաղափարական է։ Ես կուզենայի հիմա Միջև այս թեմայի մեջ խորանալը մեկ հարց տամ այս դատական process-ի հետ կապված։ Նշվում է, որ Հայաստանը ճանաչում է հայ առաքելական եկեղեցու ինքնակառավարումը եւ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործունեությանը եւ ներքին կյանքին։ Ասում են, սա ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ որտեղից է գտնվում։ Արա Զոհրաբյանն է։ Արա Զոհրաբյանը ամեն ստի ուրեմն ընդունակ անձնավորություն է եւ վստահաբար այդ ստերի համար նա վճարվում է, որովհետեւ նույն Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իմ դեմ կոմպրոմատներ են օգտագործվել իշխանությունների կողմից եւ ես գնացել եմ գործարքի ես կաթողիկոսին անձամբ հարց եմ տալիս ասում դուք տեղյակ չեք որ ձեր հանձնաժողովի նախագահը որովհետեւ Արա Զոհրաբյանը կաթողիկոսի կողմից ստեղծված իրավաբանական հանձնաժողովն է նախագահում ասում դուք տեղյակ չեք փաստորեն առանց ձեր գիտության Արա Զոհրաբյանը նման բան է գրել իմ մասին ասում է այո ես տեղյակ չեմ եւ ես ասում ես նրան դատի եմ տալու հետո կանչում է Արա Զոհրաբյանին ասում է այսպիսի բան է ասել Գևորգ Սրբազանը հնարավոր է այդպիսի բան նա ասում է ես այնպես եմ ձևակերպել որ եթե դա չի հաջողի հետո այդ լուրը կաթողիկոսը մեկ այլ մարդու միջոցով փոխանցում է ինձ որ Գևորգ Սրբազանին ասեք որ չի հաջողի որովհետեւ իրավաբանորեն այնպես են ձևակերպել որ եթե դատի տաս այնպես որ Արա Զոհրաբյանը ընդամենը ծառայում է խմբակի շահերի ու պիտի ամաչի որ լինելով իրավաբան, ել չեմ ասում փաստաբանների պալատի նախագահ իրեն թույլ է տալիս իրավունքի կոպիտ խախտումներ։ Պարզապես դուք աշխատանքային պայմանագիր ունեք Մայրաթորի։ Չէ, չունենք աշխատանքային պայմանագիր։ Իսկ ինչի հիման վրա է այդ դատը բանը, այսինքն մի պայմանագիր պետք է խախտվի, չէ՞։ Ինչի հիման վրա է դատը կանոնադրությունն է հղում արված Հայաստանից առաքելական Սուրբ Եկեղեցու, որը վավերացվել է Արդարադատության նախարարության կողմից։ Տեսեք հիմա ես ուղղակի կուզենայի այս կանոնադրությունից որի իդեպ որ իմ ազատումը ապօրինի է կուզենայի երկու բան ընդամենը երկու կետ կարդալ այս կանոնադրությունից դրանցից մեկը ուրեմն հոդված 20 յուրաքանչյուր եպիսկոպոս իր ձեռնադրության առթիվ հանդիսավոր ուխտ է կատարում եւ խոստանում հավատարիմ մնալ Հայաստանից առաքելական եկեղեցու դավանությանը կանոններին եւ վերին իշխանությանը ես ստանձնում եմ հավատարմություն։ Տեսեք, կարդում եմ ձեզ հոդված 30։ Մայր Աթոռի եւ նրա ենթակա վանքերի մեջ ծառայող միաբանը եւ կամ մի այլ հոգեվորական, որ գտնվում է անկարգ ընթացքի մեջ, կարգի է հրավիրվում վեհափառ հայրապետի կողմից բանավոր նկատողությամբ։ Եթե նա շարունակի իր անկանոն ընթացքը, կստանա գրավոր նկատողություն։ Եթե համարի իր անկարգության մեջ, նա ենթարկվում է պաշտոնազրկման կամ ժամանակավոր փիլոնազրկման։ Իսկ ծայրահեղ պարագայում վեհափառ հայրապետը տնօրինում է կարգազրկումը։ Տեսեք, գնանք հետ, որտեղից ծագեց խնդիրները։ Ծագեց այնտեղից, երբ որ արշակարգ եպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ անպարկեշտ բնույթի տեսանյութերը հայտնվեցին համացանցում։ Եվ մենք տևական ժամանակ խնդրեցինք կաթողիկոսին քայլեր ձեռնարկել, որովհետև խոսքը սկանդալին է վերաբերում, ոչ թե բամբասանքին։ Բամբասանքը լսել էին, գիտեին, բայց քանի չկա փաստ, չես կարող պնդել, որ դա այդպես է։ Երբ որ դա ի հայտ եկավ, այդ խնդիրը տեսանյութը ի հայտ եկավ, մենք իբրև հավատարմություն ստանձնած եպիսկոպոսներ
մեզանից շատերը, նաև նրանք, ովքեր այսօր բարեկարգման հանձնաժողովի անդամ չեն, անգամ նաև դրանք շատերը կաթողիկոսին ասել են, որ քայլեր պետք է ձեռնարկել, թե չէ հայ եկեղեցին պատվազրկվում է, հայ եկեղեցին կորցնում է իր բարոյական հեղինակությունը, իսպյուրս աշխարհի։ Բայց քայլեր չձեռնարկվեց, նորից չկրկնեմ, հանձնաժողով ստեղծեց կաթողիկոսը, հանձնաժողովը առաջարկեց կասեցնել, դա էլ չարեց, հանձնաժողովը ներկայացրեց կաթողիկոսին փորձաքննություն, դա էլ չարեց, դա էլ անտեսացեց, դա հարց չի լուծում։ Այստեղից է սկսել ամբողջ խնդիրը։ Տեսեք, երկու կանոնադրության կետ ես կարդացի։ Մեկը, որ ես պիտի հավատարիմ լինեմ, մյուսը, որ կաթողիկոսը պիտի քայլեր անի։ Եթե կաթողիկոսը քայլեր չի անում, ես պիտի հրաժարվեմ հավատարմությանի ուղղից, չէ, ես պիտի հավատարիմ մնամ։ Տեսեք, կաթողիկոսը խախտել է Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության 30-րդ հոդվածը, չէ, 39-րդ հոդվածը, կներեք։ Ես պարտավոր եմ ձայն բարձրացնել, ձայն եմ բարձրացնում, ի պատասխան ինձ հանում է պաշտոնից։ Լավ, տեսեք, եթե մեր եկեղեցական ատյաններում համապատասխան մարմինները չեն կարողանում ապահովել արդարադատություն, շատ բնական է, որ հարցը պիտի տեղափոխվի աշխարհիկ ատյան, եւ այս պրակտիկան աշխարհում մեկ կա, Ամերիկա, Եվրոպա, երբ որ եկեղեցական ատյանները սպառում են արդարադատություն ապահովելու հնարավորությունները, քահանա, եպիսկոպոս, հավատացյալ, դատը տեղափոխում են աշխարհիկ դատարան։ Դա շատ ընդունված բան է, դուք գիտեք, օրինակ կաթոլիկ եկեղեցու դեմ մանկապղծության վերաբերյալ Ամերիկայում դատերի շարք սկսվեց, չէ՞։ Ինչի՞, որովհետև Դա քրեական կներեք, որովհետև եկեղեցական արդարադատությունը ձախողվել էր։ Երբ որ տևական ժամանակ այս կամ այն հոգևորականի վերաբերյալ մեղադրանք էր ներկայացվել եկեղեցական դատարան, լուծում չէր տրվել եւ ստիպված մարդիկ իրենց իրավունքները պաշտպանելու համար դատը տեղափոխեցին աշխարհիկ ատյան։ Կներեք, վերջացնեմ, եւ հիշում եք, կաթոլիկ եկեղեցին հսկայական փոխհատուցում տվեց զոհերին, մանկապղծության, բռնության եւ այլն։ Նույնը Եվրոպայում է, շատ տարածված պրակտիկա է։ Վերջերս ամիսներ առաջ Քենթերբերի arczepiskopos-ը Ջասթին Վելբին հրաժարական տվեց։ Պատճառը գիտեք որն է։ Երբ որ տևական ժամանակ մանկապղծության վերաբերյալ հարցեր էին բարձրացվել, ընթաց չէր տրվել։ Եվ դա հանգեցրեց նրան, որ նա հրաժարական տվեց, որովհետև դուք չես կարող կոծկել, ինչպես որ այսօր կաթողիկոսն է ուզում կոծկել Արշակ Սրբազանի սրբապղծության դրվագը։ Չես կարող, ես ցավով եմ այս բառը արտասանում, իդեպ իրենք այդ բառը անդադ մեր վերաբերյալ են կիրառում, հետաքրքիր է, չէ՞, ով ինչի մեջ կա, դիմացինն է մեղադրում, բայց սա իրականությունն է։ Նա կոծկել է, նա խախտել է կանոնադրության 39-րդ հոդվածը։ Անկամ ես կամ պարզ մի հավատացյալ կարող է կաթողիկոսին դատի տալ այս հոդվածը խախտելու, այս հոդվածը շրջանցելու, այս հոդվածին հավատարիմ չմնալու համար։ Ձեր հայցը կաթողիկոսի դեմ է, թե մայրաթոռի։ Ինչպես որ իրավաբանները, ուրեմն հարմար են գտել, այդպես էլ հայցը ձևակերպել են։ Ես իրավաբան չեմ կարող ձևակերպման մասին բան ասել, սակայն կաթողիկոսի հրամանով եմ ես ազատվել իմ զբաղեցրած պաշտոնից ապօրինի կերպով, զուտ նրա համար, որ հավատարիմ եմ մնացել ուրեմն 20-րդ հոդվածին կանոնադրության, զուտ դրա համար ես ազատվել եմ, կարող եմ նորից կարդալ հոդվածը։ Դուք դիմել եք հայցը ձեր աշխարհիկ անունով։ Հիմա ասում են այդ մարդ ինչ կապ ունի մայրաթոռի հետ, այդ անունազգանով մարդ ինչ կապ ունի մայրաթոռի հետ, որ մի հատ էլ դատի է տալիս։ Հասկացա։ Մեր հոգևորականները, որ աշխարհիկ ատյաններում փաստաթղթեր են ստորագրում կամ, չգիտեմ, գործարքներ են կնքում, ինչ անուններով։ Մենք Հայաստանի քաղաքացի ենք, չէ՞։ Ես մեղավոր չեմ, որ միայն ամենայն հայոց կաթողիկոսը իրավունք ունի իր անձնագրի մեջ իր ձեռնադրության անունով
արձանագրվելու, թող այդ պայմանները մեր համար է ստեղծեր կաթողիկոսը, հա, ու մենք էլ օգտվեինք այդ հնարավոր չէ, որ դա պետություն եկեղեցի հարաբերությանն է վերաբերում։ Ինձ ինչի դրա մեջ են մեղադրում, հա, դե թող գնան բացեն, տեսնեն։ Մյուս հոգևորականները, երբ որ աշխարհիկ ատյաններում պայմանագրեր կամ թղթեր են ստորագրում, որտեղ պահանջվում է անձնագրի ստորագրությունը, իրենք բանկերում, իրենք իրավունք ունեն արդյոք հոգևոր անունով ստորագրելու։ Այդ ինչ մեղադրանք է։ Ուղղակի մտածում անգամ իմաստ էլ չուներ դրան անդրադառնալ, բայց սա պարզ մանիպուլյացիա է, ցույց է տալիս հակառակ կողմի թուլությունը, կարող են փաստարկ բերել, ու վերջի վերջո ես ինչով եմ ուրախ, ու կարծում եմ շատերը կսկսեն մտածել, որ ուրեմն օրենքը եկեղեցու կյանքում կաթողիկոսը չէ, կաթողիկոսը այսօր իրեն նույնացրել է օրենքի հետ, ինչպես որոշեմ, այդպես էլ ճիշտ է, այդպես չի, ու ես այդ ակնկալիքն էլ ունեի, որ պիտի պետությունը ինձ պաշտպաներ, այսինքն արդարադատությունը ինձ պիտի պաշտպաներ, պետական ատյաններ գոյություն ունեն, չէ՞ մենք պետություն ենք, թե, չգիտեմ, քոչվոր ցեղ ենք։ Պարզապես որ պետությունը կապ չունի եկեղեցու կառավարման հետ։ Բայց երբ որ պետությունը տեսնում է, այստեղ իրավունքը չէ, լավ, շատ լավ, կապ չունի, բայց չէ որ իմ իրավունքը ոտնահարվել է, ես իրավունք ունեմ որպես քաղաքացի դիմելու։ Դուք հանձնաժողովներ ունեք, չպետք է Մեր փորձեք հանձնաժողովները չեն, դե ես ձեզ ասացի, կամայական կառավարումն է։ Եթե հանձնաժողովները աշխատեին, ուրեմն Հայաստանի Հայեցարակելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 39-րդ կետը չէր խախտվի, այսինքն կաթողիկոսը չէր կոծկի սրբապղծությունը, այսքան բան, սխալ եմ ասում, հակադարձ եք, եթե սխալ եմ ասում, չեն գործում ատյաններ, եւ սա աշխարհով մեկ տարածված պրակտիկա է, ես ուրախ եմ, որ մեր հոգևորականները հիմա կհասկանան, որ օրենքը կաթողիկոսը չէ, կաթողիկոսից բարձր էլ օրենք կա։ Այսինքն կաթողիկոսը կարող է կանչվի դատարան այս գործի շրջանակներում։ Ես չեմ բացառում, որ վաղը բազում գործեր, հայցեր կներկայացվեն, ես չեմ բացառում ոչ մի բան, օրինակ մեկը իրավունք ունի, կներեք, ուզում եք ուրիշ հոդված էլ կարդամ, այստեղ գրված է կանոնադրության մեջ, որ կաթողիկոսը տեր ու տնօրենն է մայր աթոռի ողջ գույքի, ու կաթողիկոսը իբրև տեր ու տնօրեն իրեն ծառայողներին, իր ռեժիմին ծառայողներին տներ է նվիրաբերում, ես էլի եմ ասել, օրեր առաջ ասեցի, թող հերքեն, որ դա այդպես չէ, կներեք, իսկ որ ժողովական որոշումով է դա հաստատված, որ դուք մայրաթոռի գույքը սեփականությունը կարող եք նվիրել մարդկանց, ովքեր ծառայում ձեր ռեժիմին։ Այսօր խոսքը ռեժիմի մասին է։ Այս պայքարը ռեժիմի դեմ է, եկեղեցում չի կարող ռեժիմ լինել։ Եկեղեցում կարգ ու կանոն պիտի լինի։ Սրբազան ավանդությունից բխող կարգ ու կանոնը պիտի աշխատի։ Եկեղեցում ոչ թե ուժը պիտի գերիշխի, այլ սերը։ Ինչու հենց դուք այդ 10 եպիսկոպոսներից դուք պաշտոն ընկալվեցիք։ Չգիտեմ, անդադ բան են անում, այսպես հղում են անում, որ անցյալում ես իրեն պաշտպանել եմ։ Այո, պաշտպանել եմ, որովհետև ես իրեն համարել եմ ինձ համար հայրենասիրության կերպար։ Ես իրեն էլ եմ ասել, որովհետև ինքը անդադ հայրենիքից է խոսել, պետություն, հայրենիք։ Ես երբեք չեմ մտածել, որ կաթողիկոսը ի վիճակի է հայ եկեղեցին գործիք դարձնելու քաղաքական ուժերի ձեռքին առավել ևս սպասարկել օտար շահեր, իսկ ես եկել եմ այդ համոզման, դրանից բացի կան փաստեր, ես երբեք չեմ մտածել, դրա համար ես մտածել եմ ինքը պետականամետ անձնավորություն է, դե այդ ենք տեսել էլի նախկինում, հա, թեպետ դրա համար եկեղեցին մեղադրվում է, տեսել ենք եկեղեցին ինչ, այո, այսպես խաղ գոյակցում է պետության հետ եւ երբևէ որևէ հարց չի բարձրանում ու միշտ մտածել եմ հավանաբար դե նկատի ունենալով այս Արցախի խնդիրը բան եկեղեցին ամեն ինչ անում է որպեսի իշխանություններին սատարի կապ չունի ովքեր են եղել իշխանությունները որ ավելորդ ցնցումներ չլինեն որ չգիտեմ այսպես ես միշտ այդպես եմ մտածել անգամ ես չեմ հավատացել
որ այս եկեղեցի պետություն հակամարտությունը դա իրական է։ Անկամ մտածել եմ գուցե սա էլ է արվում հանուն պետականության։ Այսպես եմ ես իրեն ընկալել։ Ու երբ որ ես փաստերի եմ առնչվել, Ինչ փաստերի եք առնչվել։ թե իր եղբոր գործակալ լինելու մասին, իր գործակալ լինելու մասին, Իր գործակալ կաթողիկոսի գործակալ լինելու մասին ինչ փաստ կա։ համապատասխան մարմիններին դիմեք։ Դուք տեսել եք այդ փաստը։ Ես եկեք սահմանափակենք, բազմիցս կներեք, բազմիցս ուրեմն մեղադրանքներ են հնչում, ուղղակի բառացի երկրի վարչապետը բազմիցս ասեց, որ լեյտենանտներն են ղեկավարում իրեն Փաշինյանի ասածը ձեր համար բանը ճշմարտությունների ճշմարտությունն է։ Տեսեք, չէ, այստեղ այդ հարցը չի։ Ոչ էլ կաթողիկոսի ասածն է իմ համար դոգմա։ Ես պիտի հասկանամ։ Այո, փաստեր են պետք։ Եթե կաթողիկոսը գործակալ է, պետք է փաստ ներկայացվի, բայց հիմա բոլորը հայտարարում եք եւ չեք ներկայացնում։ Բոլորը հայտարարում են, թող կաթողիկոսը հերքի։ Դե բայց որ մի օր էլ կարող կանգնեն ասեն կաթողիկոսը մարտակեր է։ Թող հերքի։ Թող հերքի։ Չէ, եթե պնդողը փաստ ունի, ինչու փաստը չէ։ Թող դատի կներեք, խնդրում եմ, կներեք, թող դատի տա, թող հերքի։ Թող դատի տա, թող հերքի։ Այստեղ չի ասնի իր դատը, թող եվրոպական դատարան դիմի։ Լավ, ամեն ինչ շատ պարզ է։ Երբ որ լռում են, հա, ուրեմն խնդիր կա։ Մնացածը խնդրում եմ։ Դե չէ, մի օր էլ կարող է արթնանան ասեն կաթողիկոսը մարտակեր է եւ ասեն դե թող հերքի, չի հերքում, ուրեմն մարտակեր է։ Իսկ ճիշտ չի լինի, որ փաստ ունեցողը, այս դեպքում գործակալ լինելու վերաբերյալ փաստ ունեցողը այդ փաստը հարցը ես եմ հանգամանքը չունեմ, որ դուք ինձ ուղեք այդ հարցը։ Խնդրում եմ համապատասխան մարմիններին, գերատեսչություններին։ Չէ, բայց եթե դուք կրկնում եք Ես սրբազան, կրկնում եմ, որովհետև ես կասկած չունեմ։ պատասխանատվություն եք գրում այդ տեղեկությունը հանրությանը փոխանցելու։ Ես կասկած չունեմ այլևս, որ դա այդպես։ Ինչ եք տեսել, որ Ինչ որ կասկած չունեք։ տեսել եմ։ Ինչ որ տեսել։ Լավ, խնդրում եմ։ Ձեզ ցույց են տվել ինչպես է լեյտենանտին զեկուցում։ Եկեք սահմանափակենք, ես ասացի, ասում թող դատի տա։ Լավ, վերջ։ Ուրիշ հարցերի պատրաստ եմ պատասխանելու, ասեք։ Տեսեք, ասում են այ դուք այս եպիսկոպոսների մեջից պետքա վերջինը լինեիք, որ կաթողիկոսի դեմ դուրս գայիք, որովհետև ասում ձեր համար այս թեմն է ստեղծել։ Դեռ ինչի իմ համար, ինձ ուղարկել են ուսման, դե հիմա լսեք, Քրոջ տղայի ընկերն եք, որը Արագածոտնի թեմի առաջնորդն է։ Ինձ համար, դե լավ, լսեք։ Ուրեմն սկսենք այնտեղից, որ ինձ ուղարկել են ուսման, լավ։ Ուրեմն այդ ուսման հնարավորությունը բոլորին տրվում է, գրեթե բոլոր կուսակրոններին։ Այո, ես ավելի շուտ էի ուզում գնալ ուսման, երբ որ սարկավագի ասացին, որ դրա համար պետք է լինել կուսակրոն, այո, այդպես։ Հետո իմ համոզումները կարելի է ասել, ինձ բերեցին դրան, ես շատ էի ուզում խորացնել ուսումս, որ ես շարունակեմ ու ձեռնադրվեցի կուսակրոն աբեղա, քահանա եւ հետո ուղարկվեցի ուսման։ Ուրեմն այդ ուսման հնարավորությունից նորից կրկնում գրեթե բոլոր կուսակրոնները առիթ են ունեցել օգտվելու։ Այդ թվում եւ ես, եթե, չգիտեմ, ընդամենը եթե մի քանիսն են հաջողել դիպլոմներով վերադառնալ, ես այդ մի քանիսի մեջ եմ, ես չեմ ուզենա սա իբրև այսպես բան հնչի էլի։ Ես ընդամենը արդարացրել եմ ինձ ուսման ուղարկելու հնարավորությունը, ինչ որ տրվել է ինձ։ Շատերը առանց դիպլոմի են վերադարձել, շատերը կիսատ են թողել։ Մի խոսքով չեմ ուզում անդրադառնալ որևէ մեկին չստվերելու համար։ Ու իմ ուսումը տարիներ շարունակ մինչև օրս ծառայել է հայ եկեղեցուն։ Եվ այդ ուսման վարձն տրվել է հատուկ ֆոնդից, այդ ուսման պահով ասեմ, ինչ վերաբերում է, որ իմ համար թեմ է ստեղծվել, խնդրեմ, այսինքն ինչ է նշանակում իմ համար, եպիսկոպոսներ են, ամեն մեկին միտեղ ուղարկում են ծառայության, ինձ էլ որոշել են այստեղ ուղարկել ծառայության, այստեղ են։ Բայց չի եղել այս թեմը նախկինում Արարատյան հայրապետական։ Արդիկի թեմն էլ չկար։ Դա էլ հա, տարիներ առաջ Սյունիքի Աջապայանի եւ կաթողիկոսի մեջ ինչ տարաձայնություններ կային եւ դրա շրջանակներում դա կիսվեց։ Սյունիքի թեմն է։ Հիմա ես չգիտեմ ինչ շրջանակներում է Արարատյան հայրապետական թեմը կիսվել, ես չգիտեմ, անկեղծ չգիտեմ,
Բայց Սյունիքի թեմն էլ կիսվեց Վայոց ձորի եւ Սյունիքի, Տավուշ Գուգարքն էլ կիսվեց էլի նույն կաթողիկոսի շրջանում։ Հետո հիշեք Գարեգին առաջինի ժամանակ, որ Արարատյան հայրապետական թեմը, որ Հայաստանի մեծ մասն էր գրավում, բաժանվեց 5-6 թեմի։ Արմավիրը առաջ եկավ, Կոտայքը, Գեղարքունիքը, Արագածոտնը։ Հա, բայց կոնկրետ սա ասում են, վայ դուք որ ջերմ հարաբերություններ եք ունեցել եւ ասում են կաթողիկոսը ձեր առաջ խաղացման համար շատ է։ Ես չեմ ուզենա այդ ջերմ հարաբերություններին, այդ ներկայացնում են այնպես ինչպես ուզում են։ Ես միշտ հնազանդ եմ եղել, այսպես ասեմ, որովհետեւ էլի եմ ասում, մտածել եմ ինքը հայ շահ առաջ տանող մարդ է։ Միշտ այդ թեպետ հիմա եթե գիտեք եթե ես հիմա սկսեմ խոսել, հա, գնացեք ուրիշներից հարցրեք, լավ։ Իմ հանդեպ վերաբերմունքը ինչ է եղել։ Ես տարի է եղել, աշխատավարձից ամբողջ իմ աշխատավարձից որոշակի գումար, մեծ գումար պահվել է ամբողջ տարվա ընթացքում։ Ու տարի է եղել, ես 10-ից ավելի նկատողություն եմ ստացել, անհիմն նկատողություններ, ասենք նամակը լավ չձևակերպելու համար ես նկատողություն եմ ստացել ու մի ամբողջ տարի իմ աշխատավարձից 100,000 դրամ պահվել է։ Էս են ուզում լսեն։ Թե ուզում են ես պատմեմ ինչ հանգամանքներում եմ ես գնացել Մոսկվա ու վթարի ենթարկվել։ Եթե շատ են ուզում, էդ էլ կասեմ։ Եթե շատ են ուզում, եթե շահարկում են իբր չեմ ուզում ուղղակի, ասեմ քեզ վարկաբեկելու եմ, եթե պատմեցի։ Եթե պատմեցի խարի մասին է խոսքը։ Դե շահարկում են, որ ես Մոսկվայում վթարի եմ ենթարկվել, հետո ինքն է փրկել իմ կյանքը ուղարկել է Գերմանիա, ինչ Գերմանիա, ով է գնացել Գերմանիա, կամ ինքը ինչպես է իմ կյանքը փրկել, ես դա էլ չեմ հասկանում։ Հա ես ուրախ եմ, որ ես երբ որ եղել եմ հիվանդանոցում, ինքը այցելել է ինձ։ Ես դրա համար ուրախ եմ, հա որ ինձ այցելել է հիվանդանոցում 2 անգամ ուրախ եմ։ Բայց թե ինչ պատմությունների արդյունքում եմ ես որոշել գնալ Մոսկվա եւ ենթարկվել եմ վերջ այդ ավտովթարին, ես չեմ ուզենա անդրադառնալ, չեմ ուզում անդրադառնալ։ Լարվածություն ա եղել, այո, կաթողիկոսի հետ։ Շատ խիստ, այո, երևս լավ չեմ ուզում։ Դա ոչ թվականներ։ 2017։ Ինչ կոնֆլիկտեր եղել, որ գնացել էի։ Չեմ ուզում դրան անդրադառնալ։ Հեռացել էիք, հա։ Ուզում էի, որոշել էի հեռանալ, հետո երբ որ այդպես Աստված որոշեց, որ ես պիտի ապրեմ, այս երկրի վրա պիտի շարունակեմ իմ կյանքը, ես որոշեցի, որ դա կլինի եկեղեցուն ծառայելու միջոցով, այսքան ինքը չի հիշում ինչի, որ այդքան շահարկում են այդ թեման, ինչ խնդիր ենք ունեցել։ Ու ես որոշել եմ, որ պիտի իմ կարգը թողեմ, էլ չեմ կարող այդ աշխատել։ Եթե ուզում են այս բաները լսեն, խնդիր չկա։ Դե պատմեք, ասում եք ու չեք ասացի, ինչ ասեմ։ Այդպես չի, ջերմ, ասեմ թող գնամ մայրաթող դիմեն, մայրաթողի կադրերի բաժին ու պահանջեն, թե ինձ քանի նկատողություն է տվել ու այդ նկատողությունների բովանդակությանը ծանոթացեք։ Բայց այդքանով հանդերձ ես միշտ մտածում եմ, ես հավատարիմ, ես հնազանդից պահելով հավատարիմ եմ հայ եկեղեցուն։ Հայ եկեղեցու կարգու կանոնին կներեք, թող հիշեն, որ 18 թվին, երբ որ այդ շարժումը կար իր դեմ, ով դրանց դուրս հանեց այդ շարժման մասնակիցներին դուրս հանեց մայրաթորից։ Գնացեք կադրերը դիտեք։ Այն բանից հետո, երբ որ ոստիկանները ուրեմն ցուցարարներին դիվանատնից հանեցին, Արշակ Սրբազանը եկավ մոտեցավ ինձ, ասաց, «Էս պիտի ձգենք, ինքն էլ պիտի հրաժարական տա, այսինքն այս շարժումը պիտի ձգենք, կաթողիկոսն էլ պիտի հրաժարական տա»։ Ես հասկացա, որ ինքը, որ այսպես ներկայանում է իբր կաթողիկոսի պաշտպան, ինքն էլ այս շարժման կազմակերպիչներից մեկն է։ Բան չասեցի, նայեցի աչքերի մեջ, բան չասեցի։ Հետո հաջորդ օրը արթնացա, գնում եմ գրասենյակ, ձայներ լսեցի, գնացի Տրթադակամարի մոտ տեսա եկել են ամենաանպարկեշտ բաները վերագրում են կաթողիկոսին, գնա տուն, չգիտեմ, այսպես կնոջդ մոտ, ինչ ասես։ Հասկացա, արդեն այդ բանը հավաքվեց աչքիս առաջ, այդ պատկերը, որովհետև նրանք այսօր որ բանտում են, նրանք էլ խիստ ներգրաված էին այդ ամեն ինչի մեջ։ Կաթողիկոսը լրիվ մենակ էր մնացել այդ օրերին։ Բագրատ, Միքայել, դե թող հերքեն, որ այդպես չի եղել։ Թող հերքեն։ Այո, որովհետև իրենց շրջապատի մարդկանցից շատերն էին այդտեղ, այդ խմբերի մեջ։
Այսինքն այս 3 սրբազան Իհարկե, ուղղակի դրանք ուղղակի տարբեր թևեր էին դրանք։ Ես Աջապայանի ներգրավված լինելու մասին նախկինում եմ լսել, բայց հետո մի տեսանյութ է տարածվում, որ այդ նոր հայրապետ նոր շարժման ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանը Շիրակի թեմի առաջնորդանում է եւ Աջապայանն ասում է գնա, եթե դու կաթողիկոսին չես ընդունում իմ բանը չէ։ Այդ հետո արդեն երբ որ տեսավ չի հաջողելու հետո իր մերձավոր շրջապատից էին ահագին մի մաս։ Լավ, ինչ եմ ուզում ասեմ, երբ որ հասկացա, ես այդ պահին կազմակերպեցի, հավաքեցի ու իրենց մայրաթորից դուրս հրավիրեցինք։ Կադրերը կա, խնդրեմ տեսեք, ես այդ արել եմ հանուն հայ եկեղեցու, որ ամեն ինչ, որ հայ եկեղեցու կարգը չխախտվի, եթե կա հարց, ճիշտ ճանապարհով գնան։ Հա, դե այդ որ ինձ արված լավությունների հիշում են, թող հիշեն ես ինչ եմ արել։ Բայց դուք հիմա այցելել Ես եք ամբողջ ում այցելել։ անազատության մեջ գտնվող ձեր ընկերոջը Մկրտիչ Սրբազանը։ Չեմ այցելել, որտեղ այդ իրավունքը ոչ մեկ չունի իր ծնողից բացի։ Եվ կարծում եմ, որ գիտեք ինչ, այս համառությունը, որ դրսևորում են հիմա, շատ լավ ծանոթ լինելով հանրային պահանջին, այդ ոչ մեկի օգտին չի աշխատելու, ոչ էլ Մկրտիչ Սրբազանի օգտին է աշխատելու։ Ես ցավում եմ բոլորի համար, այդ թվում նրանց, որոնք անդադ կեղտոտ բառապաշար են, եւ Միքայել, եւ Բագրատ, եւ Արշակ, եւ Մկրտիչ, այդ կեղտոտ բառապաշարը սրբապիղծ, տիրադավ, այս բառապաշարով է խոսում մեր հետ, ցավում եմ իրենց համար եւ աղոթում իրենց համար, բայց իրենք այսօր կաթողիկոսի վարած քաղաքականության զոհերն են։ Հենց չեմ ուզում շատ բաներ ասեմ, իրենց հարազատներից մեկն է հենց շատ անտարբերությամբ արտահայտվել այս ամեն ինչի վերաբերյալ։ Իսկ երբ Բագրատ arczepiskopos Գալստանյանը որոշեց իշխանափոխության միտինգներ անել, մայրաթոռում դա քննարկվեց, ինչ կարծիք հրավիրվեց 24 եպիսկոպոս էր մասնակցում, ես բազմիցս ասել եմ։ Դուք ներկա եք։ Իհարկե ներկա եմ, 24 եպիսկոպոս է մասնակցել։ Ուրեմն երբ որ սրբազան շարժման մասին էր խոսքը, դրանից առաջ սահմանակցում սահմանազատում այդ թեման քննարկվեց եւ ժողովը որոշեց, քանի որ Բագրատ Սրբազան Տավուշի թեմի առաջնորդն է, քանի որ այդ հարցը վերաբերում է այդ տարածաշրջանի ժողովրդին, ապա ճիշտ է որ Բագրատ Սրբազանը իբրև առաջնորդ ժողովրդի կողքին լինի, ոչ թե տրամադրություններ ստեղծի, այլ լինի ժողովրդի կողքին, այսինքն օգնի, բանակցի, խաղեցնի, մխիթարի, ուժ տա, հույս տա, այս նկատի ունենք իր առաջնորդական խնամքը կատարի այդ ժողովրդի հանդեպ, ոչ թե այնտեղ տրամադրություններ գեներացնի։ Սա եղել է սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող ժողովի միաձայն գրեթե կարելի ասել որոշում։ Իսկ երբ որ սրբազան շարժման, այսպես կոչված, հարցը քննարկվեց 24 եպիսկոպոսից 20-ը ասեցին, ոչ դուք մտցնում եք քաղաքական դաշտ եկեղեցին։ Դա եկեղեցու առաքելությանը չի վերաբերում։ Դա պիտի ավելի խորացնի եկեղեցի պետությունը այս հակադրությունը, բացի այն, որ Բագրատ այդ իրավունքը չունի առաջադրվելու իբրև վարչապետի թեկնածու, քանի որ Բագրատ Սրբազանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։ Նա էլ ասեց, ես ժողովրդի միջոցով ճնշում կգեներացնեմ եւ օրենք կփոխվի, տեսեք, Իսկ կաթողիկոսը ինչպես էր արձագանքում այդ բանավեճին, որ չի։ Ես շատ տարբեր էր, բան չհասկացանք։ Դուրս եկանք, հետո հասկացանք, որ Բագրատը գնացել սկսել է եւ աչուձախ հայտարարում է, որ կաթողիկոսի օրհնությամբ է եղել։ Ես իրեն բազմիցս ասել եմ, այս հարաբերությունները եկեղեցի պետություն, որ այսքան լարվեցին ու խորացան, դրան մեծապես նպաստեց Բագրատի շարժումը։ Չեմ ուզում ավելի բաներ ասել։ Իսկ այն բանը, որ հիմա ասում են, այս իշխանությունը փորձում է մոռացության տալ Արցախահայերի իրավունքների վերականգնումը, շատ ակտիվ չի խոսում նրանց վերադարձի մասին եւ կներեք, դրա միակ բարձրաձայնողը Հայաստանյաց առաքելական եկեղեցու ղեկավարությունն է, իդեմս կաթողիկոսի
Ու սա են ներկայացնում որպես պատճառ կաթողիկոսի դեմ դուրս գալու նրան լրացնելու։ Սա ինչքանով է իրականությանը համապատասխանում։ Կներեք։ Կաթողիկոսը այդքան մտահոգ է Արցախահայերի հարցով, խնդրեմ, թող պետության հետ համատեղ նստեն, որոշեն, թե այդ խնդիրները ինչ ձևաչափով։ Դե պետության համար այդ թեման փակ է։ Ես իմ ընդհանրապես ես վստահ չեմ։ Ես իրավունք չունեմ, ոչ էլ բան գիտեմ, որ իմ հայտարարություն անեմ, հա, ես վստահ չեմ, որ Արցախահայության հարցերի իրավունքների թեման պետության Դե Նիկոլ Փաշինյանը Համբուրգում ասեց, եթե մենք ասում ենք վերադարձ, ուրեմն զոհեր պատերազմ։ Կներեք, եկեք ես չմտնեմ այդ հարցի մեջ, շատ քաղաքական հարց է, խնդրում եմ համապատասխան մարմիններից ստացեք դուք պաշտոնական տեղեկություն, ես մի բան եմ հասկանում, մենք շատ ծանր փորձության միջով ենք անցել, Արցախի կորուստը մեր համար մեծագույն ողբերգություն է, բայց ես չեմ կարծում, որ պիտի այս պետությունը մտանենք ցնցումների։ Ամենակարևորը հիմա ներքին համերաշխությունը վերականգնելն է։ Ես այսպես եմ մտածում։ Ու բանակը վերակազմակերպել։ Մնացածի մասին համապատասխան մարմինների ղեկավարներին կարող եք հարցեր տալ, թե ապագան ինչպիսին կլինի։ Ես ուղղակի չկա հայ առաքելական եկեղեցուն թուլացնելու հաշվի առնելով դրսի պահանջ։ Այո։ Ով պահանջ։ Հարևան պետություններից օրինակ։ Ես այդ տեսակ բաների չեմ հավատում, չէ։ Չէ, ես չեմ հավատում։ Ուզում եք հավատամ, որ այդպես է, չեմ հավատում։ Ինչ ասես, ասում եմ։ Ինձ էլ շատ մարդիկ ինձանից վիրավորվել են, որ ես ոչ թե կաթողիկոսին եմ դեմ, այլ ոչ, որ վարչապետի հետ ձեռք եմ սեղմել։ Տեսեք, բայց կներեք։ Դուք հասկանում եք չարություն, ատելություն, անվստահություն ինչքան է խորացել, որ անգամ մենակ նրա համար, որ դու ձեռք ես սեղմել, քեզանից նեղանում ու վիրավորվում են։ Սա ովքեր թեկուզ ինձ մոտ կանգնած մարդիկ։ Մենակ դրա համար։ Իսկ եկեղեցին էս հարցում մեծագույն մեղավորն է, որ այդ մարդկանց էմոցիաների վրա է ազդել իր վարած հակապետական քաղաքականությամբ եւ այսօր մարդիկ տրամադրված են, որ գիտես ինչ իրենք այսպես բաժանված են այսօր, այս բաժանման մեծագույն մեղավորը եկեցին է, որ իրենք, մենք ինչպես կարելի է, կներեք դուք ինչ եք ուզում եք մեկ այդ բաժանումն ու պարապտումը խորացնենք, հա? Հայ եկեցին երբ է այդպիսի առաքելություն ստանձնել։ Հայ եկեցին միշտ ներազգային համերաշխությունն է հետապնդել։ Միշտ բոլոր ժամանակներում ու առաջի անգամ չի որ մենք կորուստ ենք ունեցել, պատմության ընթացքում բազում կորուստներ ենք ունեցել։ Այդ նշանակում էր որ կաթողիկոսը պիտի վեր կենար ու չգիտեմ ասեր վերջ չեմ ընդունում այս իշխանությունների, բազում կորուստներ ենք ունեցել, բայց կաթողիկոսը միշտ կանգնել է իշխանության կողքին, որ վերականգնվի, կապ չունի ով է եղել, թագավորը, իշխանը, իշխանությունը, ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի, ել չեմ ասում, որ երկրորդ ընտրությունից հետո ինչ է նշանակում մեր հորդորը, դա հայրական հորդորը եւ մեր հորդորը չի ընդհանրում ժամանակ։ Կներեք, ձեր ժողովուրդն է ընտրել, չէ՞ իշխանություններին։ Այդ նշանակում է, որ դուք այդ ժողովրդի ընտրության համաձայն չեք, դուք այս մի մասի համար եք կաթողիկոս, այլևս այդ իրավիճակում ենք հայտնվել։ Հասկանում եք, ինքը իր փաստացիորեն դարձել է կաթողիկոս այն մասի համար, ովքեր չեն այսօր չեն ընդունում իշխանություններին։ Սա հայ եկեղեցու առաքելության հետ բնավ կապ չունի։ Հայ եկեղեցին նորից կրկնում ներազգային համերաշխության առաջատար պիտի լինի մեր հանրության մեջ, մեր հանրային կյանքում։ Մայրաթոռում երբևէ Քոչարյանի նախընտրական պաստառները փակցվել են, իշխանությունը դա անընդհատ հայտարարում է, դուք տեսել եք նման բան։ Ես չեմ տեսել, բայց ինչ որ բաներ էին հրապարակել, չեմ տեսել, ես չգիտեմ, չեմ հետևել ես այդ ամեն ինչին, ես այս ինչ որ կա, այս մեր այսքան քաղաքականացված լինելը, ես կասեմ, որ տառապանք եմ ես պատճառել այս տարիների ընթացքում,
որտեղ մենք էլ բան ու գործ չունեինք, անդադ պաշտպանվում էինք։ Բան էին ասում կաթողիկոսին, քահանաներին ասում էինք, դե գրեք, պաշտպանեք, չգիտեմ։ Գրում էին, ոչ մեկ չէր արձագանքում։ Չենք հասկանում ինչ է կատարվում։ Իրոք, Երանի թե ավելի շուտ մենք հասկանանք ինչ է կատարվում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի այս բարենորոգում ասվածը որ կա, Ինչ եք ասում Նիկոլ Փաշինյանի բարենորոգում։ Ինքն է հայտարարել։ Կներեք, բայց բարենորոգման հարցը է 100 վերջի 100 տարվա մեջ այնքան է խոսվել դրա մասին։ 19-րդ դարի վերջին Ստեփանոս Նազարյանից է սկսել բարենորոգման խնդիրը։ Դեռ կգնամ արդի ժամանակներում։ Չէ, խնդրում եմ արդի ժամանակներում։ Ես ձեզ իմ գիրքը կնվիրեմ, ես երբ եմ զբաղվել այդ թեմայով։ Ես ով ինչ ճանաչում է գիտի։ Այդ թեմայով ես ուղղակի ապրել եմ եկեղեցու բարենորոգության թեմայով։ Տեսեք, եթե խնդիր կար, հոգևորականները մտահոգված էին։ Ինչու առանձին դա չանել։ Նախքան Նիկոլ Փաշինյանը կուսակրթության թեման մեջտեղ կբերեր, 20 տարի ես այդ թեմայով խոսել եմ։ Անդադ ասել եմ։ 20 տարի կաթողիկոսին ասել եք զավակ ունես թե չէ։ Ամեն չէ, դա սարք չեն տվել ես կաթողիկոսին, բայց որ կուսակրթությունը պիտի վերանայվի, եկեղեցական կուսակրթությունը, ոչ վանական։ Այսինքն լրի ամեն ինչ խառնվել է իրար։ Ու ես վստահ եմ, այն ինչ որ հայ եկեղեցում լինելու է բարենորոգության իմաստով, հատկապես այդ տեսակ հարցերին կուսակրթությանը վերաբերող, այդ դառնալու է օրինակ մյուս ավանդական եկեղեցիների համար նույնպես։ Ինչի՞։ Որովհետև նույն խնդիրները կան բոլոր ավանդական եկեղեցիներում, ավանդական նկատի ունեմ կաթոլիկ ուղղափառ։ Բոլոր տեղերում նույն խնդիրները կան։ Կա այդ բարենորոգման նորակարգում կուսակրթությունը հանելու։ Չհանելու չի։ Բարեկարգությունը հարցերի շարք է ընդգրկում վերանայելու, որպեսզի մենք դառնանք թափանցիկ, որպեսզի մենք այնպիսի պայմաններ չստեղծենք, որ կտանի այլասերման, ամեն իմաստով այլասերման, հա։ Մենք ուզում ենք գողեգող ապրել, թե ուզում ենք պարզ ճակատով դուրս գալ։ Դա փոխվելու էլ ինչ է փոխվել։ Դա է փոխվելու էլ ինչ է փոխվելու։ Վերանայվելու եւ մենք ամենալավ տարբերակը վերադառնալ մեր բուն ավանդությանը։ Այսինքն կաթողիկոսը ամուսնանալու ուզում է ամուսնանալ, թող ամուսնանա։ Ազատ պիտի թողել, դրանով չպիտի պայմանավորել եպիսկոպոսությունը։ Հիմա եպիսկոպոսացումը աճը պայմանավորված է զուտ այդ հանգամանքով կուսակրոնից թե չէ, բայց անգամ Մաղաքիա Օրմանյանը ասում է, սա ասում է պատճառ եղավ, որ շատ արժանավոր քահանաներ զրկված լինեն աճելու հնարավորություն։ Բայց դա նաև այն բանն է առաջ քաշում ռիսկը, որ կաթողիկոսը եկեղեցի ունեցված իր ժառանգներին կթողնի եւ ինչ իրավունքով պիտի այո, տեսեք, դրա համար երբ որ ամեն ինչ կլինի թափանցիկ, դրա համար եթե երբ որ չեն լինի սեյֆ փողերի սեյֆեր եւ այլն։ Հիմա կան։ Այո, երբ որ չեն լինի, այո, կան եւ փաստերն էլ կան, ովքեր են օգտվել այդ սեյֆից։ Ովքեր։ Չեմ ասի։ Ձեզ բաժին չի հասել։ Չէ, բացարձակ։ Չնայած գրված է, ես աշխատավարձով եմ ապրել միշտ, այդպես էլ շարունակում ապրել։ Չնայած այդ մասին արդեն արտահոսքել կա։ Հա, պիտի ամեն ինչ թափանցիկ լինի։ Հասկանում եք, թափանցիկ պիտի լինի ամեն բան։ Հատկապես ֆինանսները։ Սխալ եմ ասում։ Ինչն է խանգարում թափանցիկ լինելու։ Եթե ես համակերպվել եմ աշխատավարձով ապրելուն, ապա ինձ ինչն է խանգարում, որ ես թափանցիկ լինեմ։ Եթե ես ընտրում եմ այդ տարբերակը, որ ես աշխատավարձով ապրեմ։ Դե գիտեք ինչ, երբ որ տեսեք ձեր ասած հարցերը, որ ընտանիք բան ունեցվածքը կրկտան, չէ, երբ որ ամեն ինչ օրենքով է արվում, ես չեմ կարծում, դու ընտանիք ունես, թե չէ, դա որևէ կերպ քեզ իրավունք է տալիս, որ դու եկեղեցու սեփականությունը սեփականացնես։ Իհարկե, ոնց է տալիս։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ երկրի ղեկավարները կամ գերատեսչ նախարարները իրավունք ունեն ինչ-որ բան սեփականացնելու, հա, ունեն իրավունք։ Չէ՞ որ դա օրենքի խախտում է։ Այն ինչ որ պետությանն է եւ այն ինչ որ եկեղեցին է, պիտի եկեղեցին։ Այսինքն դուք անդադ որ ասում եք աշխատավարձով եմ ապրում, աշխատավարձով։ Դուք եթե գրանցված չեք, պայմանագիր չունեք, այսինքն օդի մեջ պայմանագիր չունեմ։ Մենք գրանցված ենք։ Դե գիտեք, այնքան բարեկարգման։ Հարկեր վճարում եք դուք այդ աշխատավարձը։ Հա,
ես վճարում Բայց եթե աշխատանքային պայմանագիր չկա, դա ինչի հիման վրա է այդ գումարը ձեզ տալիս։ չի արած։ Դե տեսեք, ես կարդում կանոնադրություն ասում խախտվել է, այստեղ կա կամայականություն, կաթողիկոսը պիտի քայլեր ձեռնարկել եւ 39-րդ հոդվածը պահպանել, չի պահպանել, ու երբ որ ես ուզում եմ պահպանել 20-րդ հոդվածը, ինձ դրա համար ազատում են։ Ինչի մասն է։ Իսկ հոգևորականները, քահանաները, հա, իրենք ձևավորված է համակարգ, իրենք կայուն աշխատավարձ ունեն, թե չէ։ Կայուն։ Որ ամեն ամիս օրինակ ստաբիլ գիտեն, որ Այդ նրանք այսքան ծառայող հոգևորականները ունեն եւ կայուն աշխատավարձ ունեն եւ լավ բանկերում ծես են կատարում եւ շատ ապահով են մայրաթորի քահանաները։ Նույնը չի ասի ես թեմերում ծառայողների համար։ Հասկանում եք, մեր իրավունքները պիտի պաշտպանված լինեն։ Հենց եկեղեցու կողմից։ Ինչի այսքան տարբերություն մարզում ծառայողի եւ մայրաթորում ծառայողի միջև, ինչու։ Սխալ հարց է։ Այսինքն արտոնյալները այնպիսի եկեղեցիներում են ծառայում, որտեղ այսպես ասած խաչամփուրները շատ են, այդ բաները, հա։ Դե մայրաթորի քահանաները իր շրջապատի մասին է խոսքը։ Եվ այդ գումարներն օրինակ խաչամփուրի, որ հավաքվում է, ինչ է արվում։ Դե իրենք կիմանան, ես այդ պրակտիկային էլ Չէ, ձեր թեմում եթե հավաքվում է, ինչ է արվում։ Իմ թեմում քահանաները, ումը ինչ, ով, ասենք, եթե նշանակված է մեկը Մասսի Սուրբ Թադեուս եկեղեցուհովիվ, եթե ինքը մկրտություն արես կամ պսակ, այդ գումարը իր գումարն է։ Ինչ պիտի Թեմի առաջնորդի հետ մայրաթորի հետ չի կիսվում։ Չէ, դրանք չէ, մենք թեմը կներեք։ Տեսախցիկներ կա դրած, որ վերահսկվում է, թե հավատացյալը ինչ կան դրեց, որ հանկարծ Մեր թեմում չկա այդպիսի բան, Աստված վկա չկա, գոյություն չունի նման պրակտիկա, որ ինչ որ մեկը գումար տա, չկա այդպիսի բան։ Ինչ ծես որ արեցին, այդ իրենց է պատկանում, այդ գումարները, չգիտեմ, ուրիշ տեղ ինչպես է, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, բայց թեմը իր եկամտից 4% հարկ է վճարում մայրաթորին, հիմա մի նոր հարկել են ավելացրել 6%, չգիտեմ, հարկ է թե ինչ է, չենք հասկանում, դեռ ինչ է, արդեն 10%, մեր թեմի բյուջեից 10% մենք մայրաթորին ենք մուծել։ Իսկ մայրաթորը թեմերին ֆինանսավորում է, թե ոչ։ Ինչով։ Բայց չէ, ոչ մի բան։ Ես ոչ մի ֆինանսավորում չեմ ստացել թեմից։ Ես թեմը ընդունել եմ 800 տները գասը։ Չէ, մենք թեմը ընդունել ենք 800 քանի հազար դրամի մոմով եւ խունկով, այսպես ենք թեմը ընդունել, ոչ մի գումար չի եղել, ես կազմակերպել եմ այս 4-5 տարվա մեջ ամեն ինչ այս պայմանների չեն եղել, այս առաջնորդարանը մեր խնդրանքին ընդառաջ այս եկեղեցու բարերարները Վարդանյան ընտանիքը վերակառուցեց այս փոքր հովատուներ, առաջնորդարան եւ այլն, մենք ինչ անում ենք, մեր ուժերով ենք անում այս թեմի տարածքում բարերարների միջոցով մենք հուշում ենք ինչի կարիք կա, որտեղի շնորհքության վերականգնման կամ կառուցման, իրենք կազմակերպում են, մենք աշխատում ենք չմտնել դրամական թեմաների մեջ։ Իսկ կա կաթողիկոսի համար ֆիքսված ամսական վճար, որ ինքը ստանում է, թե ոչ։ Վստահաբար պիտի լինի, որպես աշխատավարձ, կարծում եմ կա։ Իսկ ինչ Ես կամ մենք գաղափար չունենք։ Մենք չգիտենք։ Եվ տեսեք, էլի վերադառնալով այս բարենորոգմանը, հա, եթե դուք օրինակ այդ 10 հոգևորականներով խնդիրները տեսնում եք, ինչի միայն 10 հոգևորականներ։ Հրապարակավետ Չէ, կներեք, հանձնաժողով, եկեք հանձնաժողովը չխառնենք բարենորոգության կողմնակիցների հետ։ Տեսեք, կներեք, քաղաքական իշխանությունից առանձին չանել այդ խնդիրների մասին չբարձրաձայնել, լուծումներ չառաջարկել, թեկուզ հրապարակավ լրատվամիջոցների, որ չշահարկվեր, որ դուք միացել եք։ Կներեք, տեսեք, ես պաշտպանում եմ ընդամենը 20-րդ հոդվածը, հա, դեմ եմ, որ կաթողիկոսը 39-րդ հոդվածը կանոնադրության չի պահում, դեմ եմ դրան եւ ուզում հավատարիմ մնալ 20-ին, ինձ աշխատանքից հանում են։ Այսինքն մեզ, գիտեք ինչ, մեզ հանրային աջակցություն է պետք եւ մենք ուրախ ենք, որ
Պետության ղեկավարը կիսում է այդ ամեն ինչը։ Բայց մտածել եք, որ մյուս տարի այս տարի Կներեք բարեկարգության Նիկոլ հարցը Փաշինյանը չվերընտրվի, ինչ է լինելու ինչ ուզում է թող լինի։ Կներեք, ինչ կուզի թող լինի։ Ես ինչ չէի հարգի, տեսեք։ Եթե իրականությունը իմանալուց հետո իբրև հոգևորական չեզոք դիրք գրավեի։ Ես միշտ ապրել եմ եկեղեցու բարեկարգման տեսիլքով։ Ես այդ իմ համար անհավատալի երազ է թվացել, բայց միշտ դրանով ապրել եմ։ Գնացեք ինձ ճանաչողներին, իմ ուսանողներին հարցրեք, ինչքան եմ ես այդ թեմաների մասին խոսել եւ ասել եմ համար առաջի հարցը կուսակրության հարցն է, պիտի վերանայել, այս վիճակը պիտի հաղթահարենք։ Հա, եւ ոչ միայն կուսակրության հարց կա, շատ հարցեր կան, քահանաների սոցիալական հարցը կա եւ այլն եւ այլն։ Իդեպ ձեզ էլ է վերագրվում կուսակրոնության ուխտը խախտելու այդ խնդիրը։ Ում կողմից։ Հրապարակումներ կան համացանց։ Ես էլ ասել եմ դրա հեղինակը ովքեր են։ Խնդրում եմ հրապարակման հետքերով էլ կարող եք գնալ, ճշտել ում մասն է խոսքը։ Ես բազմիցս անդրադարձել եմ։ Դուք վստահեցնում եք, որ չեք խախտել։ Այո։ Ես վստահեցնում եմ, այդ վերագրումը շինծու է, այդ վերագրումը գեներացված է հենց Արշակ Սրբազանի կողմից եւ այդ վերագրումը ի հայտ եկավ, գիտեք երբ, հենց 18 թվականին նշան էր, որ ընկավ։ Ի հայտ եկավ այդ բանը, այդ ձեր ասած ձայնագրություն 18 թվականին, երբ որ ես այդ ցուցարարներին Մայրաթորի բակից դուրս հանեցի եւ Արշակ Սրբազանը իդեպ վերադառնամ դրան, վերադարձ եկավ այսպես հեվի ասաց ինչու լարեցիր, ասացի բա ուզում ես ցույց արին, ասաց հա, ասաց տես հեսա քոդեն բաներ կդնեն։ Ու ինչ որ ասաց իր ասածին հավատարիմ մնաց։ Այդքան բան, ես դուք ուզում եք ես լուրջ վերաբերել, խնդրեմ, փաստեր կան, թող հրապարակեն։ Այսինքն 5-6 տեղից իրար կպցրած ինչ որ բան են գտել, Աստված գիտի զգացվում է որ բան են անում, անդադ նորաստում են զայնը, բան են անում։ Դուք ուզում եք ես դրա լուրջ վերաբերեմ, հա։ Կաթողիկոսի մոտ այդ կուսակրոնության թեման վերանայելու հարցը երբևէ բացել է։ Շատ, ասել եմ միշտ։ Բան չի ասել։ Ասել եմ, որ մենք չենք կարող կուսակրոնների վրա հույս դնել։ Մենք պետք է քահանաներին ավելի շատ բան անենք, իսկ որ կուսակրոնություն պիտի վերանայվի, ես 25 տարեկան էի որ ասել եմ։ Ժողովներին ոնց է եկել բոլորը կարողանում են ազատ խոսել, թե ամեն դեպքում կաշկանդված են դիրքորոշում չեն։ Ես իմ կարծիքները միշտ հայտնել եմ, թե որքանով է դուր եկել, որքանով դուր չեկել։ Գիտեք, այս վերջի շրջանի մեր ժողովները շատ լրիվ պայմանավորված էին այս եկեղեցի պետություն կոնֆլիկտով։ Հասկանում եք, շատ քաղաքական էր։ Ամեն ինչ, սենց, այսպես անենք, այնպես անենք, լրիվ քաղաքական էր արդեն դարել։ Մեր այս վերջի, ոնց ասեմ, երբ սկսվեց այդ գրառումը վարչապետի հետ քերակնոջ հետ կապված, այդ պահից սկսած մեր ժողովները լրիվ այդ բովանդակությամբ են եղել, այս կոնֆլիկտի կոնտեքստում են եղել մեր բոլոր ժողովները գրեթե։ Իսկ այդ գրառումը, որ վարչապետը արեց, հա, դրանից առաջ էիք դուք այդ տեսանյութը ստացել, թե դրանից հետո ստացաք։ Չէ, դրանից հետո ենք ստացել, երբ որ տեսանյութը հայտնվեց համացանցում, դրանից երևի մի շաբաթ առաջ, ամենաշատը կամ 3 օր։ Բայց ով էր ուղարկել դա ձեզ։ Ինչ չէին ուղարկել, բայց իմ եղբայրներին ուղարկել էին հոգևոր, իրենք են ինձ են ուղարկել։ Հա, բայց ինչով է ուղարկվել, Facebook-ով, WhatsApp-ով, Telegram։ WhatsApp-ով էր ուղարկել։ Եվ ով էր ուղարկողը։ ԿՆ էր, ԿՆ անունից էր ուղարկվել։ ԿՆ։ Հա, չեք փորձել այդ համարով զանգել տեսնելով։ Ես ասում եմ, ես չեմ ստացել։ Եվ հիմա այդ բարենորոգման հանձնաժողովը քանի հանդիպում եք ունեցել, ինչ քայլեր ունեք անելու։ Շատ, ուրեմն մենք 24 ժամյա ուրեմն կապի մեջ ենք եւ մեր հանդիպումներն էլ բավական հաճախ են։ Վերջին հանդիպումը երբ է եղել։ Դե այսինքն ժողովրդից հավատացյալներից գախնի եկեղեցին բարենորոգում։ Կներեք ինչն են գախնի անում, ինչը ամեն ինչ հրապարակում չեք քննարկեք ոնց է եկեղեցին բարեփոխում ինչ է։ Նարեկ ջան, տեսեք, մեր բոլոր հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություններ են, չէ՞ տարածվում։
Չէ, մի անգամ որ հոգևորականները շատ դառնացած դեմքով Նիկոլ Փաշինյանի վերահսկողությամբ փաստաթուղթ էին ստորագրում, վերջինը դա է եղել։ Չեմ կարծում, որ դառնացած դեմքով են արել։ Հատկապես Նավասարդ Սրբազանի հայացքի վրա էր ուշադրությունը սևեռվել, ասում են ոնց որ թե նոր է ծանոթանում, թե ինչ է ստորագրում, որովհետև ստորագրելով հայացքը թղթից չկտրելով հեռանում էր։ Ծանոթ էիք դուք այդ թղթին թե ինչ։ Իհարկե մենք ենք այդ թուղթը մշակել։ Մենք ենք այդ թուղթը մշակել։ Հիմա ինչ սպասի հանրությունը, ինչ է կանելու, ո՞րն է հաջորդ գործողությունը լինելու։ Մեր գծած ճանապարհով շարժվելու ենք առաջ։ Առաջինը ինչ կետերը հիշում եք մեր իրազեկում, չէ՞։ Պիտի Դա իրազեկվի։ երթով իրազեկվեց։ Ինչպես։ Այդ Գրիգոր Լուսավորչից։ Ինչի քարոզչական աշխատանք է տարվում։ Մարդիկ ավելի լավ են սկսում պատկերացնել իրականությունը ինչ է։ Պարզապես այս ձեր իրազեկումից հետո ավելի շատ քահանաների աջակցություն կաթողիկոսի հանդես եկան, քան ձեր նախաձեռնության։ Այո, ձեզ թվում է այսպես իրենց սրտով է այդ ամեն ինչը ուժին են նայում, որ կողմն է ուժը։ Գիտեք, ես ինչով եմ նաև շատ ուրախ, որ վերջապես այս զարգացումների արդյունքում քահանան պիտի հասկանա, որ եկեղեցին ինքը եկեղեցու հովիվն է, բայց եկեղեցին դա ժողովուրդն է, ինքը ունկնդիր պիտի լինի մի գեղեցիկ օր եւ այդ օրը հեռու չէ իր համայնքի ձայնին, հոտի ձայնին, Բայց կարծես չեմ միանում։ Դե հա ինձ, քանի որ ինձ ապօրինի կերպով հանեցին առաջնորդությունից, դե քահանաներն էլ մտածեցին, դե ամեն դեպքում տես ուժը կաթողիկոսի ձեռքին է։ Կներեք, միջև վերջ ասեցին ուժը կաթողիկոսի ձեռքին է, բայց երբ որ դատարանը վճիռ կայացրեց, քահանաներին մտածելու տեղ տվեց, որ գիտեք, կաթողիկոսից վեր կա իշխանություն, կաթողիկոսն ու օրենքը նույնացած են այսօր։ Ձեր Այս պլանները կարծրատիպը պիտի կոտրվի եւ կոտրվեց։ Դեռ իհարկե հասկանում մարդիկ շոկի մեջ են, չեն պատկերացնում, որովհետեւ այս պրակտիկան մեզանում չկա, արևմուտքին հատուկ պրակտիկա է, բայց շուտով կհասկանա, որ իրենց իրավունքները կարող են պաշտպանել, այլևս չես կարող քահանա ձեռնադրել, հանել ուղարկել, չգիտեմ, սարի գլխին ծառայության ու չափահովել տնով, նորմալ աշխատավարձով եւ այլն, պիտի ասես դու ուխտ ես արել, պիտի հավատարիմ լինել, չեղած կարգալույս կանեմ։ Ուրեմն լքեցիր ծառայության վայրը, էլ չեն ասում, որ պայման չկա։ Ու թող խոսեն քահանաները, լսեք, մի գեղեցիկ օր արթնանալու են։ Այսինքն քաջություն գտնելու են, վախ եւ բռնություն։ Այս երկու ձևերով է կառավարվում այս պահին ցավոք սրտի, այս պահին այս երկու միջոցներով է կառավարվում եկեղեցին, վախի ու բռնության։ Քաջություն, բայց կվերակտնեն։ Եթե հակառակ կողմը մտածում է, որ բոլոր լծակները իր ձեռքում են եւ ինքը ինչպես ուզենա այդպես էլ պիտի լինի, չէ, սա կոտրվելու է շատ շուտով։ Ձեր այս հանձնախմբի պլաններում կա նաև նոր եկեղեցի հիմնել, թե ոչ։ Ինչ է նշանակում նոր եկեղեցի հիմնել։ Մենք մեր հայ եկեղեցու, տեսեք, մեր եպիսկոպոսներս ընդամենը հավատարիմ են գտնվել հոդված 20-ին յուրաքանչյուր եպիսկոպոս իր ձեռնադրության արդիվ հանդիսավոր ուխտ է կատարում եւ խոստում հավատարիմ մնալ Հայաստանի Ծառայական եկեղեցու դավանությանը, կանոններին եւ վերին իշխանությանը։ Այո, մենք ընդամենը մեր ուխտի հավատարմություն ենք հանձնել։ Երբ որ վերին իշխանությունը շեղվում է հայ եկեղեցու ուղիղ վարդապետությունից կամ սրբազան ավանդությունը դնում է մի կողմ, որ իր մեջ ներառում է ողջ մեր ժառանգությունը, եկեղեցական կանոններ, հայրերի խրատներ, հորդորներ, մեկնություններ։ Ունեք վերջնաժամկետ սահմանած, թե երբ եք հասնելու բարենորոգման աշխատանքների ավարտին։ Գիտեք ինչ, ես ճիշտ չեմ համարում դրա վերջնաժամկետ սահմանել։ Սա գաղափարական պայքար է։ Պայքար է հանուն գաղափարի, հանուն ճշմարտության, հանուն արդարության։ Իսկ ինչ վերաբերում է այդ հավատարմություն հանձնողներին, իրենք ինչին են հավատարմություն հանձնում,
սրբապղծության հովանավորչությանն ու պետական դավաճանությանը, հա, դրան են հայտնում հավատարմություն այդ երևույթներին, ես քահանաներից քանիսի հետ խոսել եմ, անգամ այդ հավատարմություն հայտնածներից ասել եմ, լավ, բա դուք ո՞նց եք վերաբերում, եթե ասում եք քահանան անունը չտվեց, դա խախտվել, դրանով խախտվել է կարգը, բասում երբ որ այս կանոններն են խախտվել, ինչ եք լռում, ասում դե մենք ով ենք, մենք քահանա ենք, բայց այնտեղից ուղղորդված ասում են դե գիտեք, կաթողիկոսը լրիվ ուժի իր ձեռքին է, ոնց ուզե այդպես կանի, անգամ, ասեմ, անգամ դպիրներին վախեցրել են, իդեպ այստեղի քահանան է վախեցրել, այս Մասսում ծառող քահանան վախեցրել է, ասել է, եթե դու ուրեմն կաթողիկոսի անունը չտաս պատարագին, կամ դու չընդունես, որ նոր նշանակված վարդապետն է առաջնորդը, դու վաղը չես կարող ընդունել ճեմարան, տեսեք, ինչ մանր միջոցներով են, չարչի միջոցներով են կարճել աթոռին։ Իսկ ձեր այդ հանձնաժողովը ընդլայնվում է, որովհետև Այո, Փաշինյանը ես հայտարարել է, որ ասում, ուրեմն հանձնաժողով, տեսեք, հանձնաժողովը ընդլայնել, դարձնել 100 հոգի, դա բան չի փոխելու էլի, իսկ աջակիցներ, տեսեք 30 քահանա մեզ միացավ, չէ՞, դրանք արդեն են մարդիկ են, ով աջակցում են օրակարգին մեր բարեկարգության, ինչ եք բացառում, որ վաղումից որ մտավորական շրջանակից, տարբեր կողմերից, բարձ հավատացյալներ, իրենց աջակցություն, վերջը մենք այս համայնքներում ենք չապրում, լավ, որ ինձ հանել եք իմ առաջնորդական պաշտոնից, դուք իսկ ժողովրդի կարծիքը հաշվի առել եք, թե չէ, այդ որորվանից էր քահանաների տրամադրություններով որոշվում, թե ով պիտի լինի առաջնորդ, այդ երբանից, այդ որ ընտրական սկզբունքի ձեր համար թեմը ժողով ունի, թե չէ։ Չէ, չունի մեր թեմը ժողով։ Իսկ թեմի առաջնորդները ժողովով չեն նշանակվում եւ Չէ, ցավոք սրտի, մենակ արտասահմանում է դա գործում։ Իրականում դա է հայ եկեղեցու կարգը։ բայց եթե նույն եկեղեցին է, ոնց է արտասահմանում։ Ով է։ Իհարկե, ոնց է։ Այսինքն պետք է թեմերը ժողովներ ունենան։ Իհարկե, պետք է բոլոր թեմերը ունենան թեմական խորհուրդ, ծխական խորհուրդ։ Արտասահմանում սա աշխատում է, իսկ ներսում չի աշխատում այս ամեն ինչը։ Արտասահմանում, եթե պիտի առաջնորդ ընտրվի, 3 տեխնացու է ընտրվում, հաստատվում է կաթողիկոսի կողմից 3-ի անունները, հետո ժողովական արդեն կարգով ընտրում են դրանցից մեկին, իրենց առաջնորդ։ Ես չեմ հասկանում, այդ ինչու արտասահմանում պիտի մի կարգ աշխատի Հայաստանում այլ։ Երբ ուզենաց հանել այդ ժողովը ներսում, ոչ մի թեմի առաջնորդ ժողովրդի կողմից չի ընտրվում։ Կաթողիկոսը երբ կուզի կնշանակի, երբ կուզի կհանի։ Այդպես ո՞նց կլինի, Սփյուռքում մի տարբերակով ենք աշխատում, Հայաստանում մեկ ուրիշ, հա, չի կարելի։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Խնդրեմ։